Այսօր կլսենք նրան, պարոն Սասունյան, դուք պայքարի առաջամարտիկներից եք երկար տարիներ եւ այսօր ստիպված եք պայքարել ձեր մայր հայրենիքում անուն ձեր արժեքների։ Կոնկրետ այս դատավարությանը անդրադառնալով, ինչի մասին է այս գործը եւ թիրախում հասկանալի է, որ եկեղեցին է հանգուցալուծումն ինչպես եք տեսնում։ Հստակ է արդեն, որ 8 տարի է, ով որ Նիկոլ Փաշինյանի չի նազանթում, Նիկոլ Փաշինյան չի երկրբակում, ինչ որ մի բան են գտնում, նրա հասի ադի արել 20 տարի առաջ, 50 տարի առաջ, 5 տարի առաջ, ինչ որ մի մեղադրանք են գտնում եւ փորձում են մեզի վախեցնել լա քաղաքական կոզիչներ, վաճառականներ, քիվացին, եկեղեցին ով լա, մշակույթ ով լա, մի բան գտնում են նրան, որ ասի արել է, ադի արել է եւ փորձում են թադել եւ վախցնել ժողովրդին եւ դուք մամուլոտ եթե մի հատ ստուգեք գրեցնեք, որ անցած 8 տարիներին մի հատ նիկոլական ոչ մի բանի համար չէ դատվել, լա քրեական ովևէ բանի մեջ, քողության մեջ լա, հարգերի վերաբերյալ ինչ որ լա թողլա։ Ուրեմն նրանք չեն դատվում ամենամեծ հանքածակորձությունների համերա եւ ով որ նիկոլի թեմ է, մի բան գտնում են եւ դատում են։ Ուրեմն սրանք աս իշխանություն գոչվածը հիմա դարձել է ուշադրությունը եկեղեցու թեմ, վեհապարի թեմ եւ փորձում են մեզի վախցնել։ Մենք չենք վախենալու նիկոլից, կամ թուրքերից, կամ ովևէ մեկից եւ պիտի շարունակե բայկարը աս բնաբեդության թեմ, աս դագանքների թեմ եւ վերջ հատկան ինձ համար ասի արդարության համար, արդարության հարց է, արժանապատվության հարց է, հայրենիքի հարց է, գոյատևության հարց է եւ մենք աս ԿԲ գոչվածներից չենք վախենալու։ Վերջագետ։ Շնորհակալ եմ։